Եկեք մոտեցեք, օրինակի համար հենց վարդը, հենց որպես վարդի մասնագետ ասեմ, մի կատիլ ջուր է, արդեն չպետք է վարդին, բայց թե նայեք, օրինակի համար այս վիճակը, այս պեշկը որտեղ ծախես, ում վրա ծախես, արդեն թափելու բան, էս էլ, ինչ են ես։ Այսպես է շարքը, հա։ Բոլոր ամբողջ ջերմոց իշքան բացված ծաղիկ կա, այս պեշկը արդեն վերջ, որը արդեն ստեղ մոտավոր քանի հոգի 6-7 հոգի աշխատագից ենք, ամեն մեկը իր գործերը 2 ամիս սպասե, մեծածնե աճածնե, այսպես ամբողջ պեշկը թափվի, էլի։ Սպային տեսնում եք նկարից ինչ վիճակում է, էլի թաղանթը ծավ ու մինչ օրս վենասները կերում ենք։ Վենասի արժեքը մոտավորապես հաշվել ենք, էլի ներկայացրել 12 միլիոն դրամ ու մնացածը ամեն օր կերում ենք, էլի վենասները կարող եք նկարահանել օրինակի համար սպասված ծաղիկների վրա։ Երբ ամեն օր անձրև կա, օրինակի համար այս վիճակը նայեք, արդեն ինքը կարելի ասել ծաղիկ չէ, ինքը արդեն մի օրվա կյանք ունի։ Կատիլ ջուր եկավ ու արդեն ինքը փչացավ, էլի։ Արդեն այս ամբողջ ծաղիկները մակրվի, թափվի, ամիսներ աշխատում ենք, որ այսպես նորմալ պերկ ստանանք, բայց թե մի օրվա այս պերկը փչանում է, էլի։ Քանի տեսակի վարդեր եք այստեղ։ Մոտավոր 10 տեսակի վարդեր ունենք ներկապայիս։ Մոտավոր 2 ջերմոց իրար, 2 ջերմոց ունենք առանձին 50,000 հատ կույս։ Նաև բացի այսպես ասած, այս բնական աղետներից բացի, նաև նոր խնդիր կա արտահանման հետ կապված, արդյոք դուք հասցրել եք նոր շուկա գտնել եւ ձեր, այսպես ասած, ծաղիկները վաճառել, գիտեք, որ իշխանությունը թվեր է հրապարակում, էկոնոմիկայի նախարարը խոսում է առաջընթացի մասին, երկրներ է նշում, որտեղ դեպի, այսինքն Եվրոպա է արտահանվում այս ծաղիկները, որպես արտահանող ինչ կասեք։ Որպես արտահանող մի բան ասեմ, բուլղարական պեղպեղը Բուլղարիա չեն կարող արտահանել, հոլանդական վարդերն էլ Հոլանդիա, միակ շուկան Ռուսաստանը հիմա փակ է, արդեն ուրիշ էլ չկա, էլի ավելի մեծ ջերմոցներ կան, որոնք զբաղվին դորով, բայց հնարավոր չէ չգիտեմ, ես ապագա չեմ տեսնի Եվրոպայում ծաղիկ արտահանելը, ջում աբսուրդային է, էլի։ Իսկ ձեր արտադրանքը ներքին շուկային բավականացնի շատ չէ։ Ներքին շուկայում դե իհարկե շատ է, օրինակի համար հիմնական խնդիրը, որը նշեցի, ավելի մեծ ջերմոցներ կան, օրինակ Կողբում կամ ուրիշ տեղում, դուք եք գիտեք, իրանք օրինակի համար կուկան արդեն Գյումրիում ծաղիկ ծախեն, արդեն գինը կընկնի, էլի։ Իհարկե արդեն խնդիր է դառնում ներքին շուկայում իրացնելը։